Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Հարգելի ապագա մայրեր, միշտ հիշեք, որ դուք ունենալու եք խորհուրդների երկու հոսք։ Առաջինը լինելու է այդ, երբ որ բոլորը կիմանան, երբ որ դուք հղի եք, ու երկրորդը, երբ որ երեխայի հետ կլինեք տանը արդեն։ Յուրաքանչյուր խորհուրդ տալուց առաջ իմացեք, որ ձեր բախտը բերել է, եթե դուք այդ խորհրդի հետևանքով չեք վնասվել կամ չի վնասվել ձեր երեխան։ Սակայն բժշկագիտությունը օրեցօր աճում է եւ երեկվա բացարձակ ճիշտը այսօր կարող է հերկվել ապացուցողահեն բժշկության հիման վրա։ Կարծում եմ մեծ տարիքում բժիշկ խաղալը այդքան էլ ցանկալի չէ, որովհետև այդ կերպ մենք կարող ենք վնասել երեխային, այլ ոչ թե օգնենք եւ ոչ միայն մեր երեխային, այլ նաեւ ուրիշների երեխաներին, որովհետև այդ կերպ մենք վերցնում ենք մի պատասխանատվություն, որը կարող է նաեւ վատ հետևանքներ ունենալ։ Բժիշկը երբ որ խորհուրդ է տալիս, հիմնվում է ապացուցահեն բժշկության տվյալների վրա, իսկ անձը ով խորհուրդ է տալիս էկրանից անկող, չի կարող գիտակցել պատասխանատվության չափը։ Պետք է հստակ հասկանալ, որ թիրախում մարդկային կյանք կարող է լինել։ Բջջային կապն ու սոցցանցերը մի քանի տարում վերադասավորեցին մեր ապրելակերպը։ Այսօր հասանելի են բոլորը, եւ ուրեմն կարելի է շփվել այդ պայմանական բոլորի հետ։ Պարզ օրինակ. Իմ մայրն իր երեխաների առողջությանը վերաբերող որևէ անհանգստություն կարող էր քննարկել տեղամասային բժշկի իր մայրիկի, քրոջ, հարևանուհու հետ։ Իսկ ես ինձ հուզող հարցը կարող եմ տալ առցանց 30,000 անդամ ունեցող խմբում։ Թե այն ժամանակ, թե այսօր արդիական է մնում մեկ հարց. ում կարծիքով առաջնորդվել երեխայի առողջությանը, անվտանգությանը, զարգացմանը վերաբերող հարցերում։ Փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակության համար այդ հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ։ Ուստի ծնողական ժողովն այսօր հատուկ է, քանի որ այս անգամ հրավիրել ենք բացառապես մասնագետների, որոնք կպատմեն թեմայի վերաբերյալ իրենց փորձառության մասին։ Սովորաբար ասում եմ բարև ձեզ հարգելի ծնողներ, հայրիկներ ու մայրիկներ, այսօր ասում եմ բարև ձեզ հարգելի մասնագետներ, ուրախ եմ, որ այսօր ընդունել եք մեր հրավերը ու ծնողական ժողովում քննարկելու ենք այն իրականությունը, որի հետ դուք բախվում եք ձեր առօրյա պրակտիկայի ընթացքում։ Կարծում եմ դուք շատ լավ գիտեք, որ մեր տատիկները, հարևանուհիները, ընկերուհիները, ոչ միայն կանայք, նաև տղամարդիկ միշտ ունեն դեղատոմսեր, տարբերակներ, առաջարկներ, խորհուրդներ, որոնցով չակերտավոր գալիս են մեզ օգնության։ Բայց ես գիտեմ, որ այդ օգնությունը բժիշկների կողմից գնահատվում է երբեմն որպես արջի ծառայություն, որպես հավելյալ խնդիրներ առաջացնող մի երևույթ, ինչու են մարդիկ համոզված, որ իրենց իմացած տարբերակը դեղատոմս է բոլորի համար։ Խնդրեմ, ձեզ հետ սկսենք, Սերինե։ Ենթադրում եմ երեխաներին բնորոշ բժիշկ խաղալը մեծահասակների կյանքում եւս հանդիպում է, իհարկե դա նորմայում 3-4 տարեկանից սկսվում է եւ ավարտվում է 7-8 տարեկանում ըստ էմոցիոնալ վիճակից երեխայի կախված։ Շատ ժամանակ ծնողները դիմում են բժշկի, ունենում են լավ արդյունք եւ չեմ վերլուծում, միգուցե դա հենց իմ երեխայի համար ընտրված սխեմա էր եւ դրա այդ իսկ պատճառով իմ երեխան լավացել է։ Եվ այդ փորձով նրանք սկսում են կիսվել հարևանների, շրջապատի մարդկանց հետ։ Ինչ որտեղ լավ է, որովհետեւ նրանք փորձի փոխանակում են անում, բայց այն սահմաններում, երբ որ նրանք ընդհանրապես փորձի փոխանակում են անում։ Իրենք կարող են խորհուրդ տալ մասնագետի, խորհուրդ տալ երկրորդ կարծիք լսել, բայց խորհուրդ տալ բուժում դա այդքան էլ ցանկալի չի, որովհետև այդ կերպ նախ մենք չենք հարգում դիմացինին, բժշկին, եւ երկրորդն էլ ավելորդ պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա, խորհուրդ տալով մի բան, որը մենք իրականում չենք տիրապետում։ Սերինեն մի օրինակ բերեց, երբ բուժառուները վերահասցեավորում են իրենց նշանակված բուժումը իրենց ծանոթներին։ Այս երևույթի հետ մեկտեղ գործում է նաև ժողովրդական բժշկության այդ գանձարանը, որին շատ են ապավինում ծնողները։ Կխնդրեմ հիշեք ձեր պրակտիկայից դեպքեր, երբ մարդիկ եկել են ձեզ մոտ եւ ինչ որտեղ նույնիսկ հերքել են բժշկության մոտեցումները եւ իսկապես ապավինել են ու հույսը դրել են այն մեթոդներին, որ
սերնդեսերունդ փոխանցվել են։ Խնդրեմ Աստղիկ։ Իրականում շատ են լինում դեպքերը, երբ արդեն իսկ գալիս են հիվանդության ուշ փուլերում, շատ ծանր վիճակում, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, պարզօրինակ հազի դեպքում, հա, մեր պրակտիկայում անցնում են մի շարք հարևանների, բարեկամների խորհուրդներով, ի վերջո տարբեր սնխչիների եւ շատ հաճախ այդ երեխաները գալիս հասնում են հիվանդանոց ծանրագույն վիճակում, բարդացած, շնչառական անբավարարությամբ, շատ ավելի դժվար է լինում իրենց հիվանդությունը կառավարելը։ Լրացնելով Սերինեի ասածին, կուզենամ նշել ու հորդորել ծնողներին, որ շատ հաճախ ձեզ համար տարբեր հիվանդություններ կարող են ունենալ միևնույն ախտանիշները, դուք կարող եք նմանեցնել այդ հիվանդությունները իրար, բայց միշտ հիշեք, որ միայն մասնագետը կարող է տարբերել կոնկրետ ախտանիշները եւ կատարել թիրախային բուժում։ Մայրությանը պատրաստվող կանայք, այո, այսօր փորձում են ինքնակրթվել, մասնագետների հետ խորհրդատվություն անցնել, տեղեկատվություն հավաքել եւ պատրաստվել մայրությանը։ Այս ընթացքում նրանք շատ խոցելի են հոգեբանորեն։ Մենք էլ շատ լավ գիտենք, որ բոլորին շատ է հետաքրքրում թեման, սպասում ենք մենք բալիկի թե ոչ, եւ բոլորը կարծիք ունեն դրա վերաբերյալ, ուզում են մեզ ուղղորդել առաջին իսկ պահից, երբ մենք գիտենք, որ բալիկի ենք սպասում։ Ինչ ունենք ասելու այն մարդկանց, ովքեր նախ շատ են հետաքրքրվում իրենց ծանոթների անձնական կյանքով, այդ առումով, եւ միշտ ասելու բան ունեն հղի կնոջը։ Նման դեպքերում իհարկե շատ վտանգավոր է, որովհետև որևէ խորհրդատու, ոչ մասնագիտական, չի գտնվում պատժելիության դաշտում եւ հենց այդ պատժելիությունն է, որ թույլ է տալիս աջ ու ձախ շռայլորեն խորհուրդներ բաժանել, չհետևելով նրանց արդյունքներին։ Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանանք պատասխանատվություն վերցնել մեր յուրաքանչյուր խոսքի եւ խորհրդի համար, թերևս խորհուրդների քանակը զգալի կպակասի եւ նրանք ավելի կոչված կլինեն ճիշտ ուղղորդմանը, այլ ոչ թե խորհուրդներին, որոնք չունեն որևէ ապացուցողահեն հիմք։ Արթուր, դուք հանդիպում եք մայրերին իրենց մայրության առաջին րոպեներից, առաջին ժամերից։ Բնական է, որ սա նոր փուլ է մարդու կյանքում, հարցականներով լեցուն եւ մարդիկ որոշակի սխալ տեղեկատվությամբ, որոշակի նախապաշարումներով են անցնում այս ճանապարհը եւ հատկապես նորածնի հետ էլ բարվելու նրա խնամքի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ ունեն։ Վստահ եմ ամեն օր բախվում եք այս երևույթի հետ։ Հա, միանշանակ, հատկապես երբ որ առաջնածինների հետ ենք շփվում, ինձ թվում է մեր հանրապետությունում պակասում է երիտասարդ ծնողների ուսումնական մոդուլները։ Օրինակ արտասահմանում հենց մեկը Ֆրանսիայում եւ երբ որ կինը հղիանանում է, մի քանի պարտադիր մոդուլներ կա ուսուցողական ու մի քանի ընտրողական, ընդ որում մոդուլների մի մասին մասնակցում են զույգով։ Իրանք պետք է դա անցնեն, որովհետև շատերին թվում է, որ տենց ավտոմատ կստացվի ամեն ինչ ու երբ որ երեխան ծնվում է ու գնում են երեխայի հետ տուն, արդեն հասկանում են, որ իրանց կյանքը առաջվանը չի լինելու ու ստեղ բնականաբար այդ ինֆորմացիայի պակասը փորձում են լրացնել ամեն հնարավոր աղբյուրներից, թե բնական է ամենամոտիկն իրանց հարազատներն են, հարևաններն են, ընկերներն են, այլ ոչ մասնագետները ու երբ որ ծնողները երեխայի հետ են, շատ անգամ գալիս են կոնսուլտացիայի հենց զուտ իրանց այդ ցուցակ հարցերով, որ մանրամասն ու լիարժեք այդ բոլոր հարցերին ստանան պատասխանները ու գնան տուն։ Միանշանակ է, որ գիտելիքն է գծում այն սահմանն ու պատնեշը, որից ներս պետք է որ չթողնենք այն մարդկանց, ովքեր իրենց հեղինակավոր կարծիքով ուզում են ուղղորդել մեզ մեր ծնողավարության մեջ։ Ես հիշում եմ ինձ իմ հղիության ամիսների ընթացքում ինձ շատ նյարդայնացնում էր կողքի մարդկանց կարծիքը։ Ու նաև արդեն երբ երեխաս ծնվել էր, բոլորին հետաքրքրում էր արդյոք կրծքով է կերակրվում, ինչու է դեռ տակդիր կրում։ Այս բոլոր հարցերի շուրջ մեր ծանոթները ուզում են մեզ ուղղորդել։ Ինչ է կարծում, ինչպես վարվեն մայրերը, ովքեր լսում են ամեն օր։ Մայրական բնազդից ելնելով դեռ կենթանական աշխարհից առաջինը գործում է պաշտպանական բնազդը եւ որևէ ընտանեկան կենցաղային հարաբերություններ չեն կարող ել ավելի կարևորվել, քան սեփական երեխային պաշտպանելն է բոլորից։ Այդ թվում ամենակարևորը չհիմնավորված եւ խեղաթյուրված կամ վտանգավոր ինֆորմացիայից։ Դրանք կլինեն խնամքի վերաբերյալ, սնուցման վերաբերյալ, պահելու, գրկելու, կերակրելու, թետակդիրը փոխելու։ Պետք է իմանանք, որ միայն մենք եւ մենք ենք պատասխանատու մեր երեխայի առողջության, ապագայի եւ կրթության համար։ Եվ
եթե որևէ մեկի խորհրդով մենք վնասենք մեր երեխային, դրա պատասխանատվությունը եւս միայն մերն է եւ միայն մենք ենք դրա պատասխանը տալու։ Հետևաբար որևէ խորհրդի հետևելուց առաջ, եթե անգամ դա ամենամեծ փորձառություն ունեցող մեր տատիկն է, ով թվում է թե քանի թոր ունի, միևնույն է, ստուգել խորհրդի ճշմարտացիությունը, խորհրդի կարևորությունն ու օգտակարությունը նոր միայն կիրառել։ Իսկ նման դեպքերում ոչ թե որպես միայն մանկաբույժ, այլ նաև որպես մայր խորհուրդ եմ տալիս ապավինել գիտությանը եւ այն բժշկին, ում վստահելու եք ձեր երեխայի առաջիկա 18 տարին։ Եթե օֆլայն կյանքում մարդիկ կարող են նույնիսկ չսպասել, որ հարցնես, պարզապես սկսում են բուժում նշանակել ու խորհուրդներ տալ, ապա սոցիալական ցանցերի թեմատիկ խմբերում գործում է այլ կանոն։ Դու հարցնում ես, քեզ պատասխանում են։ Բավական է մի քանի րոպե թափառել փակ ու բաց խմբերում ու կարելի է հանդիպել այնպիսի հարցերի ու պատասխանների, որ մի ամբողջ օր կպահանջվի ուշքի գալու համար։ Մենք առանձնացրել ենք այդ օրինակ մի քանի հարց, մի քիչ ձևափոխել ենք ու խնդրել ենք մեր երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց ասել, թե ինչպես կարձագանքեին դրանց։ Եվ 1 տարեկան կովիկ կաթ տալու առանձնահատկությունների մասին հոլովակի ներքևում օգտատերը այսպիսի մեկնաբանություն է թողել։ Կովիկ կաթը եղել է եւ մնում է անփոխարինելի սնունդ։ 2 ամսականից երեխաներին կովիկ կաթ ենք տվել եւ շատերս էլ ծնված օրից կովիկ կաթով ենք մեծացել ու հիմա շատ առողջ ենք։ Ինչպես կարձագանքեիք այս մեկնաբանությանը։ Իհարկե, եթե մայրը չունի բնականակարգ, պետքա կովիկ կաթ տա, ամենաճիշտը կովիկ կաթն է։ Բալիկս 3 պատվաստումների ընթացքում չի ջերմել, ոչ մի ռեակցիա չի տվել, անհանգիստ չի եղել։ Արդյոք դա վատ է ու նշանակում է, որ խնդիր կա։ Այս հարցին ինչպես կարձագանքեիք։ Որ կտայի մոտենալ մանկաբույժի հետ լիարժեք մասնագիտական խորհրդատվություն ստանալ։ Երեխաների մոտ իրենց ռեակցիաները լինում են տարբեր, բնականաբար նույն օրգանիզմը ոչ ոք չունի եւ շատ նորմալ է, երբ որ երեխան կարող է ոչ մի սիմպտոմ չունենալ այդ պատվաստումից հետո։ Ինչպես վարվել 17-ամյա տղայի հետ, երբ խոստովանում է մորը, որ ապրելու ցանկություն չունի, ամեն ինչ անհետաքրքիր է, ոչինչ չի ուզում անել։ Կարծում եմ պետքա դիմել հոգեբանի, որովհետև եթե դա ասվել է, արդեն իսկ խնդիր կա, իսկ ծնողը ինքնուրույն չի կարող լուծել այդ խնդիրը, պետքա հոգեբանի միջամտություն։ Մի օգտատեր Facebook-յան խմբերից մեկում գրել է, որ իր երեխան ունի գլխապտույտ, դեղեր է օգտագործել, բայց էլի ունի գլխապտույտ, գլխացավեր։ Մի ուրիշ օգտատեր այսպիսի մեկնաբանություն է թողել. D, B6, B9, մագնեզիում, արյան ընդհանուր անալիզներ հանձնել եք, ուշադրություն դարձրեք սննդակարգին, ջրին ավելացրեք մագնեզիում, քացախ, լիմոն, սոդա, կարող եք նաև ֆերմանտում խմել։ Այս մեկնաբանության ինչպես կարձագանքեիք։ Ես կասեի մի տրվեք ավանդական բժշկությանը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Ես այդ մեկնաբանություն գրողին պարզապես խորհուրդ կտայի ոչ թե այդքան մանրամասն գրել թե ինչ կարելի անել, այլ պարզապես խորհուրդ տալ մյուս ծնողին, դիմել համապատասխան մասնագետ կամ պարզապես այցելել տեղամասային պոլիկլինիկա ընդհանրապես։ Մի օգտատեր Facebook-յան խմբերից մեկում գրել է, որ իր երեխան ունի գլխապտույտ, դեղեր է օգտագործել, բայց էլի ունի գլխապտույտ, գլխացավեր։ Ներքևում մի ուրիշ օգտատեր մեկնաբանություն է գրել. Նարեկաբուժության մասին լսել եք, շատ դեպքերում օգնում է։ Ինչպես կարձագանքեիք այս մեկնաբանությանը։ Իհարկե, ես էլ եմ նարեկաբուժությանը դեմ չեմ։ Ամենաճիշտը հենց նարեկաբուժությունն է, որ ես հավատքով հավատում եմ ու ճիշտ եմ գտնում նարեկաբուժությունը։ Տեսեք, ես հավատում եմ թե աղոթքներին, թե Աստծուն, բայց կան դեպքեր, որ պարտադիր պետք է մասնագետի միջամտություն։ Միանշանակ դեմ եմ այս սոցցանցերով միմյանց հետ քննարկել նամանավանդ երեխաների հետ կապված բոլոր հարցերը։ Մեզ շտապ պետք են պարզաբանումներ, քանի դեռ որևէ մեկը չի հասցրել մեղադրել մեզ, թե մերժում ենք մարդկանց միմյանց հանդեպ դրսևորած սրտացավության կարևորությունը։ Այդ հարցում մեզ կօգնի հոգեբան Մարիամ Մելքումյանը։ Բարև ձեզ, Մարիամ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Շատ բնական է, երբ մարդիկ ունեն որևէ հարց իրենց կյանքի ցանկացած ոլորտում եւ դիմում են իրենց համար կարևոր, վստահելի, իրենց կարծիքով կյանքի բավականաչափ փորձ ունեցող մարդկանց, մի խոսքով ռեֆերենտային անձանց իրենց կյանքի։ Սա հասկանալի մի երևույթ է, սա ժխտել չենք կարող։ Բայց ինչն է դրդում մարդկանց դիմել անհայտ, անանուն, մեզ համար անհասկանալի կրթական մակարդակ ունեցող մարդկանց շատ ճակատագրական հարցերով, այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսին է օրինակ երեխայի առողջությունը։ Սոցիալական մեդիան մի տեսակ շտապ օգնության ֆունկցիա է իր վրա վերցրել եւ հաճախ երբ որ երեխայի առողջության հետ կապված անհանգստացնող ինչ-որ փաստ կա,
ծնողների համար շատ ավելի քիչ ռեսուրս պահանջող եւ հեշտ է լինում մեդիայում խնդիրը բարձրաձայնել, քան օրինակ բժշկին դիմել։ Այստեղ նաեւ հոգեբանական որոշակի դժվարություն ունենք, երբ որ անձը չունի վստահելի բժիշկ, ում կարող է շտապ դեպքերում դիմել եւ կարծես թե իրեն պատասխանատվությունից որպես այդպեսին ազատում է, որ ես փորձում եմ իմ երեխայի առողջությամբ հետաքրքրվել, որպես կանոն այս մարդիկ ունենում են անորոշության մեծ զգացողություն եւ միևնույն ժամանակ ունենում են իրենց համար որոշակի ընդունելի տարբերակ եւ եթե բժշկի դիմելիս իրենք կոնկրետ մեկ պատասխան են ստանում, ապա սոցիալական մեդիայում բարձրաձայնվող խնդրի դեպքում բազմակի տարբերակներից հնարավորություն ունեն ընտրելու այն տարբերակը, այո, որը այդ պահին իրենց հարմար է։ Եվ հաշվի առնենք, որ սա կարող է երեխայի առողջության համար իրոք վճռորոշ եւ վնասակար լինել։ Կարևոր կետ, որ մարդիկ մի տեսակ նաեւ պաշտպանվածության ու ապահովության կարիք ունեն եւ երբ որ խնդիրը բարձրաձայնում են, նաեւ սփոփանքի կարիք են ունենում, որ մարդիկ իրենց դեպքերով են կիսվում եւ փորձում են գտնել տարբերակ, որ միգուցե այդքան էլ վտանգավոր չէ։ Բայց ես կուզեի անդրադառնանք նաեւ այն մարդկանց, ովքեր որ փորձում են խորհուրդ տալ եւ մի տեսակ իրենց պատասխանատու են զգում իրենց փորձով կիսվելու, շատ կարեւոր է հիշենք, որ երեխաներն ու դեպքերը շատ տարբեր են եւ միգուցե ձեր բալիկի դեպքում ընթացքը այդպեսին է բուժման եղել, բայց շատ մեծ պատասխանատվություն եք վերցնում, երբ որ խոցելի հոգեբանական վիճակում գտնվող անձին փորձում եք ուղղորդում անել եւ մի տեսակ նաեւ ձեր գերակայությունը հաստատեք, որ ես կարող եմ պիտանի լինել եւ օգնած լինել։ Կարծում եմ կհամաձայնեք, որ մի երևույթ է, երբ մարդիկ պարզապես սոցցանցերում հարցնում են կարծիքների, մոտեցումների մասին կամ օրինակ ուզում են տեղեկանալ, թե որ բուժ հաստատությունում կա այսինչ պրոֆիլային մասնագետը, ինչ փորձառություն են ունեցել նրա հետ, սա մի բան է, եւ բոլորովին այլ բան է, երբ մարդը ունենալով իրական վտանգավոր իրավիճակ, շտապօգնություն զանգելու եւ բժիշկ գտնելու փոխարեն մտնում է համացանց եւ գրում է իրեն հուզող հարցի մասին, այս անանուն անեզր տիրույթում, որտեղից կոմպետենտ պատասխաններ ստանալը բոլորս հասկանում ենք, որ հնարավոր չէ։ Ես առաջարկում եմ միանանք այսօրվա մեր հյուրերին, բժիշկներին եւ նրանց փորձառության հիման վրա շարունակենք մեր քննարկումը, համեցեք։ Եվ այսպես գանք ձեր մասնագիտական փորձին, ես վստահ եմ, որ ձեր առօրյայում լինում են դեպքեր, երբ մարդիկ սկզբից սկսում են բուժումը, շարժվում են սխալ ճանապարհով, դիմում են ոչ կոմպետենտ աղբյուրների, արդյունքում կորցնում են ժամանակ, բարդացնում են խնդիրը եւ նոր հասկանում են, որ ժամանակն է թակելու բժշկի դուռը։ Պետք է խնդրեմ քննարկենք նման իրավիճակներ, խնդրեմ Արթուր։ Ես դեռ ուսանող էի, ուրսկաբանության մեր ինստիտուտում մի հատ դեպք կար, 13 տարեկան աղջիկ երեխա էր, ոտքի անդամահատում պետք է արվեր, բարակ ուռուցքի կապակցությամբ։ Ու ինձ հետո իրար արտբժիշկները պատմեցին, թե ինչ դեպքեր դա, իրանք մոտավորապես տենց 1 տարի առաջ դիմել էին, շատ բարվոք վիճակի, այնպես որ կարելի էր մեկ վիրահատություն անել ու մոռանալ դրա մասին, որովհետև ուռուցքը բարակ էր, իրանց ընտանեկան խորհրդից հետո որոշել են դիմեն իրանց տեղամասի սնխչուն, այսպես ասած, տենց մի քանի ամիս սիսեռաբուժությունից հետո եկել էին հետ արդեն հայտարարակ բարձր վիճակի ու այն վիճակներ, որ արդեն այդ պահին օգնելու էր միայն անդամահատումը, ինչքան էլ աղաչային պահատեին էլ բոտը աղջկային վիճակի մեջ էր, որ էլ հնարավոր չէր փրկել։ Շնորհակալ եմ, Սերինե, խնդրեմ։ Մենք շատ ենք հանդիպում այն դեպքերով, երբ ծնողը չի ուզում ժամանակին դիմել բժշկի, որովհետև երբեմն նա լսելու է այն, ինչ ինքը չի ուզում լսել եւ նա խնդրում է, որ լսի սոցցանցերի կամ բարեկամների, ծանոթների խորհուրդներին եւ ավելի ճիշտ հակաբակտերիալ բուժում ստանա եւ խուսափի մեկ անգամ ավել գնալ բժշկի մոտ եւ լսել այն, ինչ ինքը չի ուզում լսի։ Եվ մենք տենց շատ հաճախ ենք հանդիպում նման դեպքերի, որովհետև շատ հաճախ ոչ ճիշտ հակաբակտերիալ բուժում ստացած երեխաները իրանք արդեն գալիս են հիվանդանոց կայուն շտամներով եւ արդեն տվյալ հիվանդության իրական բուժումը դառնում է շատ դժվար, որովհետև մենք չենք ունենում մեր բազայում այնպիսի դեղորայք, որը կարող է տվյալ իրավիճակից նրան հանել։ Լավ, շնորհակալ եմ, Տիգրանուհի, խնդրեմ։
Ներկայումս գոյություն ունեն նաև այլընտրանքային բժշկական հաստատություններ, որոնք ցավոք բժշկությունը երբեմն խառնում են կամ փոխարինում են բիզնեսի հետ, որը իրոք կարող է անդառնալի հետևանքներ թողնել երեխաների առողջության վրա։ Դրանցից մեկը վերջերս ինձ հանդիպած դեպքերից էր, ես չեմ նշի որևէ հաստատության հանուն, սակայն երբ երեխայի գանգատը պարբերաբար կրկնվող քորներ հետանցքի, որը ամենայն հավանականությամբ եւ իհարկե հետագայում նաեւ լաբորատոր հաստատված ճիճվագրություններ, որի արդյունքում սարսափելի թույլ կտամ ինձ ասել անմարդկային բուժումների միջով էր անցել, դրանցից է որոշակի ջերմաստիճան պարունակող կաթով, սխտորով հոգնաները, որոնք իրոք վնասել էին եւ ոչ միայն չէին օգնել երեխային եւ ոչ միայն ժամանակ ու տարիներ էին տարել նրանց ու ֆինանս էին տարել, ինչու ոչ, ընտանեկան բյուջեից, նաև վնասել էին երեխայի առողջությունը։ Իրոք որպես բժիշկ հարց էր առաջանում, իսկ ինչու էին դիմել իրենց, այլ ոչ թե բժշկին։ Այստեղ թերևս մեր մեղավորությունը կա առողջապահության մասնագետներից, որ բոլորս չէ, որ նույն լեզվով ենք խոսում եւ տարբեր դռներ թակելով, այո, լսում ենք տարբեր կարծիքներ, անգամ մեկս մյուսին հակասող, ինչը ծնողի մոտ ով ունի բժշկական կրթություն եւ միակ գերխնդիրը իր երեխային օգնելն է, կանգնում է փաստի առաջ, որն է ճիշտ։ Եվ եթե դրանցից մեկ այլ ընտրություն կա, որը վստահեցնում է, որ այո, սա է օգնելու եւ օգնելու է ոչ թե ինչպես ձեզ բժիշկներ ասել գուցե օգնի, եկեք սա փորձենք, եկեք սա հետազոտենք, այլ առանց հետազոտությունների դուք ունեք այսինչ ախտորոշումը եւ այսինչ բուժումն է հենց ձեզ օգնելու, այստեղ ծնողի համար շատ հեշտ է վերջապես գտել այդ փրկության օղակը ճահճից դուրս գալու, որը ցավոք երբեմն էլ ավելի խորն է ձգում։ Ես անկեղծ ասած չեմ ուզենա ինչ-որ կոնկրետ դեպքի մասին խոսել, այլ կցանկանայի հարթակը օգտագործել եւս մեկ անգամ երևի թե ամենատարածված գանգատի ու ամենատարածված բուժման մասին խոսելու համար։ Մենք գիտենք, որ ամենատարածված խնդիրները երեխաների մոտ հենց սուր շնչական վարակներն են, որոնցից ամենատարածված ախտանիշը հազն է։ Եվ բոլոր մայրիկները, բոլոր տատիկները ամեն ինչ անում են այդ հազը բուժելու համար։ Եվ այստեղ ուզում եմ հորդորել եւս մեկ անգամ կոչ անել, որ ուշադիր լինեն եւ երբեմն պետք չէ ընդհանրապես բուժել ամենաառաջինը, հա, այսինքն բժշկության ամենակարևոր պատվիրանը մի վնասիչն է եւ ես կուզենամ, որ բոլոր եւ մայրիկները եւ ծնողները եւ բարեկամները, հարազատները հետևեն հենց այդ պատվիրանին եւ շատ հաճախ անվնաս ախտանիշը չփորձեն բուժել։ Նույն հազը միշտ չէ, որ պահանջում է բուժում եւ ամենակարևորը սխալ չբուժեն, չօգտագործեն խորխաբերներ, որոնք նպաստում են հիվանդության ել ավելի վատ տարածմանը եւ շատ հաճախ եթե վիրուսը պետք է անցներ մի քանի օրում ինքնուրույն, նույն այդ դեղորայք ստանալու պարագայում բարդանում է, բարդություններ են զարգանում, թոքաբորբներ եւ բրոնխիտներ։ Այսինքն միշտ հիշեք, որ ինչ որ մի բան բուժելուց առաջ պետք է իմանալ արդյոք դա պետք է բուժել թե ոչ։ Եվ այստեղ շատ կարևորում եմ առաջնային օղակի բժիշկների դերը, որովհետև ամեն մի գանգատի համար չի կարող ծնողը անընդհատ հիվանդանոց դիմել եւ շատ կարևոր է գրագետ եւ մշտական կապի մեջ լինող առաջնային օղակի բժիշկ ունենալ, մանկաբույժ ունենալ, ում հետ տարական հարցերը կարելի է քննարկել եւ գոնե սխալ բուժումներ չանել։ Շնորհակալ եմ շատ, նույն հարցը կարելի է ուղղել նաև հոգեբանին։ Մեզանում ձևավորվել է արդեն միտումը, որ երեխայի խնդիրների լուծումը մարդիկ շատ հաճախ փնտրում են հոգեբանի կաբինետում, բայց շատ են նաև դեպքերը, երբ չկա այդ գիտակցումը, որ կա խնդիր եւ ժամանակն է մասնագետին դիմելու։ Ասացեք, խնդրեմ, որն է ավելի շատ պատահում, երբ ծնողները տեղի անտեղի գալիս են հոգեբանի մոտ, թե երբ անտեսում են երեխայի առերևույթ խնդիրը։ Դրական փաստ շեշտեմ, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք դրական տեղաշարժ, որ ծնողները սկսել են գիտակցել անհրաժեշտությունը եւ դիմում են, բայց շատ տարածված երևույթ է, երբ որ նույն սոցիալական մեդիայում բարձրաձայնում են խնդիր, մասնավորապես երեխաս 3 տարեկան է դեռևս ձևավորված խոսք չունի, կամ երեխաս ունի որոշակի վախեր, գիշերը չի քնում, կամ ագրեսիվ է, անընդհատ հասակակիցների հետ է կռվում, եւ մեծամասամբ մենք կհանդիպենք մեկնաբանություններ, որ իմ այսինչ բարեկամը, իմ բալիկը եւս այդպես է եղել եւ 5-6-7 տարեկանում խոսեց կամ խնդրեմը լուծվեց։ Ուզում եմ նշեմ, որ նմանատիպ դեպքերով շատ են դիմում հոգեբաններին եւ լինում է իրավիճակ, որ կարծես թե իրենց տագնապը սփոփում են, իսկ ես ուզում եմ շեշտեմ, որ անկախ նրանից բալիկը ունի
ֆիզիոլոգիական որևէ դժվարություն առողջության հետ կապված թե հոգեբանական, ծնողի մոտ ենթադրաբար որպես այդպեսին տագնապայնության շեմը բարձրանում է։ Ու այս տագնապայնությունը իջացնելու ճակերտավոր հեշտ տարբերակ են գտնում մեդիայում կիսվելը եւ ինչ որ ձևով իրենց պատմությանը մոտ հարմար պատմություններով իրենց հանգստացնելը։ Ուզում եմ ծնողների համար որպես այդպեսին հիմնական խոսք բարձրաձայնեմ, որ եթե ունեք ինչ-որ դժվարություն, որը ձեզ երկար ժամանակ անհանգստացնում է, շատ ավելի լավ է փորձել մասնագետ գտնել, որովհետև նույն սոցիալական մեդիան նաև մարդիկ օգտագործում են տարբեր մասնագետների մասին ինֆորմացիա ճշտելով կամ ծանոթանալով, գտեք մասնագետ, տարեք անպայման խորհրդատվության, պլյուս շատ նորմալ է, եթե մեկ մասնագետի կարծիքը այդքան էլ մոտ չէ ձեր կարծիքին, այլ մասնագետի հետ նաև խորհրդակցեք, բայց մի առաջնորդվեք ձեր երեխայի հոգեկան եւ ֆիզիկական առողջության հարցերում սոցիալական մեդիայում կիսված պատմություններով, որովհետև փորձը ցույց է տալիս շատ ավելի բարդացված եւ վատ հոգեվիճակով են երեխաները արդեն մասնագետների մոտ հայտնվում եւ համապատասխանաբար ծնողը ավելի շատ ժամանակ եւ ռեսուրս է ներդնում արդեն բարդացված խնդրի հետ գործ ունենալու դեպքում։ Ես կարծում եմ, որ եթե բժիշկների դեպքում ոչ բժշկական կրթություն ունեցող փոխարինողները կամ փոխարինիչները հոգեհեկիմներն ու սնխչիներն են, ապա հոգեբանների դեպքում դրանք վաղ չափողներն են։ Ցավոք ունենք նման պատկեր, որ իմիջիալոց մարդիկ շատ ավելի հետազոտություններ են նաև արվել, որ մարդիկ շատ ավելի հակված են հավատալու ոչ ավանդական բժշկությանը եւ գիտահեն օրինակ մոթերներին, այլ ավելի շատ հակված են հավատալու, որ ինչ որ գործողություն կանեն, ինչ որ թուրմ կխմեն, ինչ որ բան կանեն եւ իրենց խնդրը կլուծվի։ Պլյուս կարևոր կետ, երբ որ դու դիմում ես գիտական բժշկությանը կամ նույն գիտահեն հոգեբանությանը, այստեղ նաև կա քո մասնակցությունը, քո երեխան չի կարող ուղղակիորեն փոխել իր վարքը կամ առողջությունը լավացնել առանց քո միջամտության։ Մի տեսակ պատասխանատվությունը ծնողները իրենց վրայից ինչ որ ձևով գցում են, որ իրենք եւս մասնակից են, պետք է հետամուտ լինեն, հետևողական լինեն, որ երեխայի վիճակը վատանա։ Մեր հոգեկանի համար շատ ավելի հեշտ է ընտրել մի տարբերակ, որը ճակերտավոր հեշտ գործող է եւ այդ կախարդական մտածողությունը, որ փոքր ժամանակ մեր մոտ կա, օրինակ ձմեռ պապիկ կայունքը ինչ որ երազանքներ է իրականացնում կամ բարի փերի, մեծահասակների մոտ եւս ցավոք պահպանվում է եւ կարող է շատ վնասակար լինել։ Մի բան եմ ուզում ձեզ հարցնել, քանի որ այսօր մեր թեման վերնագրել ենք այսպես, ում խորհրդին հետևել առողջ երեխա մեծացնելու համար, խորհրդատուները շատ են ու երբեմն հենց այդ խորհրդատուները ուղեկցում են մայրիկին, հայրիկին ու երեխային, երբ կարիք կա բժշկի մոտ գնալու։ Փորձենք պարզաբանել, արդյոք այս թիմային գործելակերպը ինչ որ օգուտ կտա բուժման ընթացքին, թե միայն խանգարում է հաղորդակցությանը, ինչ որ տեխնիկական հարցերում, երբ որ ինչպես դուք նշեցիք, ընտանեկան թիմով են դիմում բժշկի եւ պարզ է, որ ունենք նաեւ խնդիր ընտանիքում, այսինքն տարակարծություն, եւ եթե աշխատենք միայն մեկի հետ, ապա երբևէ արդյունք չենք ունենա։ Հետևաբար, երբ որ աշխատում ենք հենց ընտանիքի հետ, ոչ միայն մեկի հետ, այսինքն տատիկն ունի այլ կարծիք, մայրն այլ կարծիք, հայրն այլ կարծիք, հորաքույրը բոլորովին այլ կարծիք իր փորձառությունից ելնելով, մենք փորձում ենք անհատապես աշխատել բոլորի հետ, շեշտն իրականում դնելով միևնույն է մայրիկի վրա, որովհետև պատասխանատուն այսպես թե այնպես մայրն է, որովհետև եթե երեխայի առողջական խնդիրները ի վերջո հաջողությամբ առողջությամբ պսակվեն, բոլորը դրա մեջ ներդրում ունեն, սակայն վայդ ելքի դեպքում դա ծնողի ընտրությունն էր, առավել եւս եթե մայրն է ընտրել բժշկին, ասվելու է, որ քո ընտրած բժիշկն էր։ Այդ իսկ պատճառով փորձում ենք խոսել բոլորի հետ նաև, որպեսզի նաև մորը չթողնենք երեխայի ու ընտանեկան խնդիրների հետ մենակ։ Անկախ նրանից որքանով են տատիկի ու մամայի կարծիքները համընկնում, հորաքրոջ ու մորաքրոջ կարծիքները համընկնում, նրանց բոլորը միակ մի երազանք ունեն, ապաքինվի երեխան։ Դրանք կարող են բացառապես տարբեր բևեռների կարծիքներ լինել։ Դրա համար փորձում ենք խոսել յուրաքանչյուրի հետ, անգամ երբեմն շատ ավելի շատ ժամանակ տրամադրելով, քան հնարավոր է, որպեսզի կարողանանք ունենալ վստահության մթնոլորտ եւ շարունակական աշխատանք։ Ես կարծում եմ, որ շատ հաճախ սոցիալական մեդիայում բարձրաձայնվող խնդիրների մեծամասնությունը անորոշության հետ է կապված, երբ որ բուժառուն եւ այս դեպքում բուժառուի ծնողը մասնավորապես վստահ չի արդյոք ինքը պետք է բժշկին անհանգստացնի, թե չէ, ուստի շատ կարեւոր է ձեր բժշկի հետ ուղիղ քննարկեք, որ արդյոք այս դեպքում հարկ կա ձեզ հետ կապվելու, թե չէ։
Մյուս կողմից այո բժիշկները եւս մարդիկ են, ունեն իրենց բալիկները եւ իրենց առօրյա կենցաղային խնդիրները եւ կարծում եմ անգլերենով լավ տերմին ունենք life work balance, աշխատանք կյանք, որպես այդպեսին բալանսի ապահովում, շատ կարեւոր է, որպեսզի դու աշխատանքային միջավայրում լինես եւ կարողանաս լինել պրոդուկտիվ, ունենաս նաեւ քո անձնական հանգստի եւ ժամանցի հարցը։ Եվ կարեւոր կետ, որ մենք ունենք նաեւ շտապ օգնության ծառայություն եւ եթե կա շտապ անհրաժեշտություն որևէ խորհրդատվություն ստանալու կամ երեխայի առողջության հետ կապված գանգատ, ես կարծում եմ բժշկական համակարգը հոգացել է այդ մասին եւ կարելի է դիմել հենց այդ օղակներին։ Շնորհակալ եմ Մարիամ, որ միացաք մեր քննարկմանը։ Մենք շարունակում ենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Կլինի օֆլայն թե օնլայն, իրական աշխարհում թե վիրտուալ տիրույթում, մարդիկ, որոնք հանձն են առնում կարծիք հայտնել, խորհուրդ տալ, տեսակետ պարտադրել իրենց մասնագիտական պարտականությունների սահմաններից դուրս, իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցնում։ Մեր հանդիպումն ամփոփենք այդ մարդկանց ուղղված ձեր կոչերով սիրելի բժիշկներ։ Ինչ ասելիք ունեք այն մարդկանց, ովքեր ինչ որ մի պահի մտածում են, որ իրենք բժշկից ավելի շատ բան գիտեն, խնդրեմ։ Կարողացեք կանգ առնել եւ ճիշտ պահին ուղղորդել հիվանդանոց։ Բոլորս վստահ ենք, որ դուք միայն լավն եք ուզում բուժառուի համար, բայց երևի թե կհամաձայնվեմ Տիգրանուհու հետ, որ ցանկացած պահի, ճիշտ պահին կանգ առնելը եւ նորից չվնասելը ամենակարևորն է։ Խորհուրդ տվեք ամենավստահելի մանկաբույժին ձեր, խորհուրդ տվեք ամենավստահելի բժշկին, ում հետ լավ փորձառություն եք ունեցել, բայց երբեք ձեր վրա մի վերցրեք, ձեր ուսերի մի դրեք այդ բեռը, որը որ բժիշկն է գրում։ Նրանք պետք է հիշեն, որ իրանք միգուցե լավ փորձ ունեն, բայց գիտելիքի մասով կարան թերանան ու ոչ միշտ է, որ իրանց մոտ լավ հաջողված փորձը կարան կիրառեն մեկ ուրիշի վրա ու ստանան նույն արդյունքը։ Ես կմիանամ իմ գոլեգաներին եւ կրկին կոչ կանեմ մեր սոցցանցերում ապրող հայրենակիցներին, որ մի վերցրեք ուրիշի երեխայի բուժման պատասխանատվությունը, վստահ եղեք, եթե ձեր խորհրդով որևիցե վատ ելք լինի, դուք ամբողջ կյանքում չեք կարող ինքներդ ձեզ ներել։ Եթե նույնիսկ ձեր շրջապատում ձեզ ներեն, ձեր խորհրդի համար, դուք ինքներդ չեք կարող ամբողջ կյանքում ներել ձեզ։ Շնորհակալ եմ շատ, սիրելի բժիշկներ, որ այսօր ժամանակ գտաք ու եկաք մեր տաղավար։ Այստեղ սովորաբար ծնողների հետ ենք քննարկում դրանց մտահոգությունները, հետո լսում ենք բժիշկներին, մանկավարժներին, հոգեբաններին։ Այսօր մեր ձևաչափը մի փոքր արտառոց էր, որովհետև խոսքը միայն մասնագիտական էր։ Վստահ եմ, սա կլինի մեր հեռուստադիտողների ամենասիրելի թողարկումներից մեկը։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի համար։ Մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։